Բարև ձեզ, եթերում տարածաշրջան հաղորդաշարն է։ Այստեղ մենք քննարկում ենք աշխարհաքաղաքական գործընթացներ եւ իրադարձություններ, որոնք անմիջական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանի եւ Հայաստանի Հանրապետության վրա։ Տաղավարում այսօր հյուրընկալել ենք գրող, հրապարակախոս, տնտեսագետ, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Վահան Զանոյանին, ում հետ պետք է քննարկենք տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրին, տարածաշրջանում հայկական գործոնին եւ հայերենիք սփյուռք հարաբերություններին վերաբերող խնդիրներ։ Շնորհակալ եմ, պարոն Զանոյան, մեր հրավերը ընդունելու եւ այստեղ ներկա գտնվելու համար։ Ես էլ շնորհակալ։ Պարոն Զանոյան, միասին ապրիլի կեսերին Փարիզում մասնակցում էինք հայերենիք սփյուռք խորհրդաժողովի, որը կրում էր Սփյուռքի զորաշարժ անվանումը։ Եվ այնտեղ դուք նաև հանգամանալի ներկայացրեցիք ձեր թեզերը, որոնց կուզեմ, որ հաղորդման սկզբնամասում կարճ անդրադարձ կատարենք։ Ըստ ձեզ, այսօր որոնք են հայերենիք սփյուռք հարաբերությունների հիմնական մարտահրավերները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական սփյուռքը մշտապես իր ուրույն տեղն է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգային ռիսկերի կառավարման, արտաքին զորակրթության ապահովման միջավայրում։ Շատ լավ առաջին հարցում է։ Նախ ասեմ, որ ես ինքս չեմ ներկայացնել որպես սփյուռքի ներկայացուցիչ, սփյուռքը շատ բարդ բան է։ Մենք շատ տարբեր սփյուռքներ ունենք, ինչպես գիտեք, թե պատմական, թե աշխարհագրական առումով։ Եվ տարբեր սփյուռքի համայնքներ, տարբեր ակնկալություններ ունեն մեր պետութենեն, հայ պետութենեն։ Բայց մեկ բան հստակ է բոլորի համար։ Հայ պետականությունը ամենաթերևս կարևոր երևույթներից մեկն է սփյուռքի որևէ տարի համար։ Պետականությունը կարևոր է եւ որոշ ակնկալություններ կան հայ պետականութենեն։ Որոշ ակնկալություններ կան, որ այդ պետությունը, որ առաջին, որ միակ հայ պետությունն է այսօր, եւ որ հայ ժողովուրդը դարերը եւ վերջ չէ ունեցած անգերձորեն, մենք շատ ավելի երկար ժամանակ ապրել ենք առանց պետության կամ պետությունով, ուրեմն կան ակնկալություններ, որ այդ պետությունը պիտի հետապնդե ոչ թե միայն շատ նեղ պետական առօրյա շահեր, այլ մի քիչ ավելի ընդհանուր ազգային շահեր։ Այդ ակնկալությունը այսօր լրիվ հիասթափված է, այդ ակնկալությունը գոյություն չունի։ Հիմա մի մասը այդ ակնկալության անկումին բադահեցավ 2020-ի պատերազմից հետո 23-ի Արցախի կորուստից հետո։ Բայց կան շատ կարևոր ազգային օրակարգի հարցեր, որ այսօրվա պետությունը կամ պետություն չսեմ, այսօրվա վարչակազմը ասեմ, այսօրվա վարչակազմը հրաժարած է այդ հարցերից։ Սրանց մեջ կինա օրինակ ցեղասպանության ճանաչումը, կարևորությունը, այսօր Արցախի ղարքավիճակը, իրավիճակը եւ Արցախի ժողովրդի իրավունքները, մեր ազգային արժեքները, մեր կարգը, նույնիսկ խորհրդանշերը, ինչպես Արարատ եւ այլն, այսինքն մեր ընդհանուր ազգային հիշողությունը եւ պատմական գիտակցությունը, հավաքական հիշողությունը դարձած թե հարց չէ ներկա վարչակազմի համար։ Ներկա վարչակազմը կենտրոնացած է միայն այդ նշանավոր քարտեզը, որ տնում են այստեղ 29743 քառակուսի մետր եւ ասում է սա է որ գա ու վերջ։ Սրանից դուրս ինչ որ գա պատմություն, իրավունք, դարածք, մեր գործը չէ։ Լավ։ Սփյուռքը երբ որ ասպոլորը լսե, ինչ կխորիկ որ պետք է խորի, այսինքն սփյուռքի համար հոսստակ հիասթափություն կա, որ հայ պետությունը, որ իրենք մենք միշտ հույս ունեցած ենք, որ երբ որ պետականություն ունենանք, ուրեմն ազգային մեր շահերը եւ իրավունքները որոշ չափով պիտի պաշտպանվին, կոնե ներկայացվին միջազգային բեմի վրա, եթե նույնիսկ պետությունը այսօր ի վիճակի չէ ֆիզիկապես պաշտպանելու այդ շահերը, կոնե պիտի ներկայացնե, չէ, պիտի խոսի այդ մասին։ Երբ որ նույնիսկ այդ մասին խոսելուց հրաժարված է, օրինակ մեր գերիների մասին, խոս չկա, ցեղասպանության մասին, պաշտոնական խոս չկա։ Այսինքն երբ որ խոսությունը նույնիսկ վերածվի, ոչ թե պաշտպանության հրամայական այն adեն ավելի մեծ հիասթափության մեջ տեղուկ։ Ուրեմն սփյուռքը պետք է մտածի, թե արդյոք
այսօրվա Հայաստանի Հանրապետություն կոչվածը որևէ ցեվով իվիճակի է ասկային շահեր ներկայացնելու կամ այդ մասին խոսելու, այդ խոսույթը դարաձելու միջազգային համայնքի մեջ։ Չմոռանանք, որ շատ այս խոսույթները միջպետական մագարտակի վրա կլան։ Մենք կրնանք օրինակ հայտարարի գրասենյակների միջոցով շատ բան անել, կրնանք տարբեր մշակութային կազմակերպությունների միջոցով ներկայացնել ամբողջ աշխարհին մեր փափուկ ուժը, մեր մշակույթը, մեր պատմությունը բոլորը կրնանք անել։ Բայց երբ որ ամենակարևոր եւ ազդեցիկ գաբերը միջպետական են, այն adեն պետության խոսքը շատ կարևոր է։ Պետության խոսքը նույնիսկ իրավական ուժ ունի։ Իսկ ոչ պետական մարմիններու խոսքը կրնալ որոշ ասացություն ունենա իրենց համայնքներում մեջ, ինչպես գիտենք դարբը համայնքներում մեջ, բայց իրավական ուժ չունի։ Ամենից որ լուրջ հարց կա թե պետության արչև, թե ազգին արչև ընդհանուր։ Արդյոք այս Հայաստանի Հանրապետությունը ազգային պետություն է կամ բարձ պետություն է։ Եթե ազգային պետություն է, ուրեմն գարկը ազգային օրագարկի վրա հարցերը պետք է ներառվին վարչակազմի օրագարկի վրա։ Իսկ եթե ազգային պետություն չէ, բարձ պետություն է, որ մարդ կցգդի լավ ապրիլ, հարստանալ, հարստացնել, ինչպես կա մեր իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ, խաղաղալ իրենց բոլոր հարևանների հետ, լավ ապրելու սիրուն, բարգավաճել եւ բայց զերծ մնալ բոլոր այն ազգային բովանդակություններն, ներառյալ պատմություններն, ներառյալ արժեքներն, ներառյալ գարկը հավաքական հիշողություններն, խորհրդանիշերն, բոլորից զերծ մնալ եւ միայն լավ ապրելու համար այ ազգի շատ անդամներուն համար ավելի լավ դեղեր կան լավ ապրելու։ Միակ բանը, որ Հայաստանը գրնա բոլորին դալ, ինչ է, այսինքն մենք ինչու բոլորով Հայաստան գուկանք, ինչու հայրենադարձեր կան այսօր, ինչու դեպի երկիր շարժում կար ժամանակին, ինչ է Հայաստանը գրնա դալ, որ ուրիշ որևէ երկիր, որքան խաղաղ թողնա, որքան բարգավաճ թողնա, դապ չունի, ուրիշ որևէ երկիր չի գրնա դա։ Այդ ազգային բովանդակությունն է, այդ զգացումը, որ մենք մեր հայրենիքի մեջ ենք, որ մենք գաբ ունենք մեր անցյալի հետ, մեր պատմության հետ, երբ որ քայլենք Երևանի փողոցներով կամ գնանք մարզերը, երբ որ տեսնենք Արայիլերը, երբ որ տեսնենք մեր դարածքը, երբ որ տեսնենք Արարատը նույնիսկ Հայաստանի սահմանից ներս, որ գնանք դեպի Վայոց ձոր եւ տեսնենք, այդ բոլորը որոշ պատկանելիության զգացում կունենան։ Մենք կպատկանենք այս դերին։ Երբ որ այդ բովանդակությունը հանեք, մենք այլևս ոնց որևէ հայ, ինչպես կրնասել մենք կպատկանենք այս դերին։ Սա խնդիրը։ Մարդավերաները մեզագույնը դա է։ Ձեր խոսքի մեջ ես մտովի տեղափոխվեցի իմ հետազոտական տարիներ, երբ որ Սփյուռքի վերաբերյալ հետազոտություններ անում եւ երկու հեղինակների հիշեցի։ Սամուել Հանթինգտոնին, որ ասում էր Սփյուռք իր ով ենք մենք հայտնի աշխատանքում, ասում էր Սփյուռքի հետ հայրենի պետությունների հարաբերությունները ժամանակակից միջազգային հարաբերությունների առանցքային երևույթներից մեկն են, եւ հիշեցի Բրուբեյքերին, որ ասում էր, որ Սփյուռքը հնարավորություն է տալիս ապատարածականացնել ինքնությունը, բայց նաեւ կապը պահպանել տիքնության կենտրոնի հետ։ Լավ, տեսական գիտելիքներ չունեն, բայց ըստ ձեզ չեն հասկանում Հայաստանի իշխանությունը կամ որն է խնդիրը, արդյոք թշնամական պահանջ է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները փչացնել, որովհետև տեսեք, օրինակ վերջերս, երբ որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ եվրոպական քաղաքական համայնքի ժողովը, նույնիսկ եվրոպացիներն էին ընդունում Սփյուռքի ներուժը Հայաստան-Եվրոպա հարաբերությունների զարգացման գործում եւ հայկական Սփյուռքի դերակատարությունը մշտապես եւ երկկողմ մակարդակով Հայաստանից այլ պետությունների շեշտվել է միջպետական հարաբերությունների զարգացման գործում, նույնիսկ ապրիլ 24-յան բազմաթիվ ուղերձներ վկայակոչում էին տեղի համայնքների ներուժն ու նվիրվածությունը այդ երկրներին։ Ինչու չի օգտագործվում հայկական Սփյուռքը ձեր կարծիքով, որովհետեւ ես անձնապես նկատում եմ, որ Սփյուռքյան շատ կազմակերպություններ, նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ
իրենց դիրքորոշումները մի կողմ դնելով, երբ որ տեսնում է, որ Հայաստանին օժանդակության հնարավորություն կա, ասենք կես բառը բավական է իշխանությունների կողմից, որ նրանք օգնեն օժանդակին, բայց այդ կես բառն էլ հաճախ չի լսվում։ Շատ լավ հարցում են օրեն, տեսեք, հիմա շատ ուրիշ երկրներ, որ ես ոմանց հետ մոդեն շփված եմ, որպես իրենց խորհրդական ժամանակին, ուրիշ երկրներ, որոնց հետ հերվից միայն հետևած եմ, ամբիսի չանկեր գտապեն, որ իրենց սպիրկը ներկրավեն իրենց ազգային, pedagogan զարգացման եւ անվտանգության մեջ։ Օրինակ Թուրքիան, Հնդկաստանը, Իռլանդան, Հունաստանը շատ գանացպես երկրներ, որ բան չանկ գտապեն, ոչ թե եթե սպիրկը կա իրեն կընտունին, չէ։ Մեր բարակային հսկա ներդրում եղավ Հայաստանի մեջ, անկախությունների վեր, շատ ոլորտներու մեջ, որոնք ոչ pedagogan եւ ոչ քաղաքական ոլորտներու մեջ, ուր պետությունը չխանգարեց, օրինակ գրթական բանի մեջ, ոլորտին մեջ։ Սպիրկի ներդրումը չկրծավ եղած համագարկը բարելավել, բայց եղած համագարկի զուգահեռ ինչ հոյակապ ներդրումներ էին, օրինակ Թումոն, օրինակ ամերիկյան համալսարանը, օրինակ Teach for Armenia, օրինակ Armenia Education Fund եւ այլն գրնամ շարունակել COAF-ը եւ այդ բոլորը Հայաստանի գրթական մագարտակը փաստացուցին ստեղծելով եղածին զուգահեռ համագարկ։ Նույն բանը գրնամ ասել բժշկական առողջապահական մարզի մեջ։ Ամբիսի բժիշկներ եկան այստեղ սպիրկից եւ մարզեցին մի քանի սերունդ, օրինակ սրտապանական բանի մեջ, ռինատ ոլորտին մեջ։ Ես Հայաստան ամենալավ սրտապանները կան այսօր, շնորհիվ այդ մեկ մարդուն, որ եկավ Հրայր Ագեմյան օրինակ, որ մարզեց ամբողջ սերունդներ։ Պետությունը չխրավիրեց, բայց չխանգարեց, բայց իրենց կողմից այդ չանկերը չդարին։ Եվ ասում եմ դրնամ շարունակել ինչ ուրիշ ոլորտներում մեջ։ Նույնիսկ գինեգործության ոլորտի մեջ սպիրկը վերականգնեց Հայաստանի հին հազարավոր տարիների գինու բանը ավանդույթը։ Հիմա եթե պատկերացուցեք, եթե պետությունը ակտիվ ձևով քաչալերել այս բոլորը, շատ ավելի բան ներդրում գլար եւ երկիրը շատ ավելի կզարգանա ռստից։ Միայն չխանգարելը չի բավեր, ակտիվ չանգեր պետք է դարվին։ Եվ ինչու ոչ, ինչու պետք է pedagogan կառավարման եւ քաղաքական ոլորտները դուրս մնան այս բոլորից։ Օրինակ սպիրկի ռեսուրսներում մեջ կան թերևս աշխարհի ամենահետաքրքրական կարևոր դիվանագետները, օրինակ։ Ինչու ներգրաված չեն մեր դիվանական աշխատանքներում մեջ։ Կան հոյակապ զինվորական բան ունենք մենք, ռեսուրս ունենք սպիրկի մեջ։ Ամերիկյան մարին կորի մեջ ջեներալներ գճանշնամ հայ, որոնք իսկապես իրենց եղած ոլորտի մեջ գերազանց մարդիկ են, օրինակ։ Երբ որ ասենք մենք սպիրկի մեջ մենք մեկ բան արած ենք սկանդարի, մանավանդ ցեղասպանությունից հետո գետրոնացած ենք հայաբահբանման վրա։ Եվ հայաբահբանում ասելով հասկացած ենք պատրաստել լավ հայեր, որ շատ կարևոր է, ես դեմ չեմ լավ հայեր պատրաստելու, բայց այսօրվա համաշխարհային միջավայրի մեջ լավը չի բավեր։ Այսօրվա համաշխարհային միջավայրի մեջ մենք պետք ունենանք ազդեցիկ իրենց միջավայրի մեջ ազդեցիկ, համաշխարհային առումով ազդեցիկ հայերու։ Եվ ունենք մենք այդ բոլորը, բայց հաճախ չենք գիտեր ինչ ունենք։ Նայեք, ուրիշ մեր սպիրկի խնդիրները մեկն է, որ մենք վիճակագրած չենք մեր բոլոր հնարավորությունները եւ կարողությունները, երբ որ ասենք նշանավոր հայ, ինչ կհասկանանք կամ հարուստ, կամ Քիմ Կարդաշյան, կամ չէ, բայց մենք լուրջ ամբիսի գիտնականներ ունենք, ինվենտորներ ունենք, զինվորական ներուժ ունենք, դիվանագետներ ունենք, որ իրենց որտեղած երկրների մեջ հսկա ներդրում հրազեն, հսկա օգուտ բերան իրենց երկրներում, եւ պատրաստ են, մեծ մասը պատրաստ են իրենց մի գերբ սկացած հայ ինքնության շնորհիվ գալու եւ Հայաստանի օգտարալու։ Այդ բոլորը մենք անդեսած է։ Թե սպիրկը անդեսած է, թե անդեսած էսելով չենք վիճակագրած, չենք հասկացած դեր մեր ռեսուրսները, բայց պետությունը
առաջին օրեն նայեցեք միայն այս վերջին տարիներուն չէ պետությունը ընդհանրապես չէ ուզած ադեսագ միջամտությունը սպիրկից իրենց քաղաքականության մեջ ատի ավելի իրենք իշխանությունը դեսած են որպես իրենց դիրույթը հիմա օքեյ կարող եք կալ այս կոմանգոմ խրատ դալ բայց խրատ դվեք կացեք մի մնակոս այս բանը մոդեցումը ես սկացած եմ 35 տարվա մեջ այս անկալով գնալու եւ սկացած եմ բոլոր Ղարաբաղ վարչագազմերու մեջ միայն այս վերջինը չէ այս վերջինը պաշտոկանացուց այդ բոլորը այդ վերջինը սա որ վերջ պետությունը սա է ասկարդեսն է աստեղեն դուրս մենք չենք խառնվիր եւ այլն ամենս որ մեր թերևս այսօր եթե ես ուզեմ բնութագրել մեր մեզակուն ճգնաժամը ազգային մասշտաբով as դարանչադումն է ազգային հնարավորությունների pedagogan գարիկների մի կողմից ազգային օրագարկի pedagogan օրագարկի մյուս կողմից ազգային ցգդումների եւ pedagogan ցգդումների մյուս կողմից as բոլորը անկամ դարանչադված են շատ բաներով շերդերով դարանչադում գա շատ վտանգավոր բան է հիմա սպիրկը այս բարակային ըստ իս փոխանակ Ender գալու եւ սկսելու դեմ արդեն գամ մարդնչելու as pedagogan քաղաքականության կամ դեմ խոսելու ես կարծեմ սպիրկը պետք է շրջանչի ներգա վարչագազմը ստեղծենք իր օրագարկը ազգային օրագարկ որ դեմ չէ pedagogan պետության բացարձակապես պետության դեմ բեկշելա բայց pedagogan կամ այս վարչագազմի օրագարկի հետ զուգահեռ եւ լրացուցիչ օրագարկ ստեղծե եւ հետաբնտե թե ազգային ադրեսորսները հավաքակրելու եւ գազմագերբելու բանի մեջ ջիկին մեջ դե հետո այդ բոլորը պետության օգտակար դարձնելու ջիկին մեջ այսինքն մենք ծևերը ունենք ադնելու առանց ուղագի դեմ արտեմ ելելու այս ներգա պետության հետ սխալ մի հասկանաք մեկ բան Սել չեմ ուզեր աս բոլորի մեջ, սել չեմ ուզեր, որ ներքին ներքաղական ընտիմություն բեք չելը, ընտիմությունը շատ առողջ բան է, որևէ երգիր, տեսեք, որ առողջ ընտիմություն չունի, չկնա ժողովրդավարություն ունենալ, և նույնիսկ եթե ընտիմությունը լավ է, երբ որ իշխող խմբակցությունը բացարձակ մեծամասնություն ունի, որևէ դեղ, միայն Հայաստան չէ, որևէ երգիր արեք, բացարձակ մեծամասնությամբ իշխողը հաշվետու չէ ընտիմության։ Check and balance-ի համակարգ չի աշխատում։ Չկա։ Եթե հաշվետու չէ, ուրեմն ամենալավ ես լսում եմ մեկ խորհրդարանի մեջ մեր ընտիմության կողմից ամենալավ ելույթները։ Մյուսները, երբ որ հաշվետու չեն, լավ գսեն անցնին, ոչ մի բան չի փոխվի։ Ամենից որ առողջ ընտիմություն կնշանակի ընտիմություն որուն իշխող խմբակցությունը հաշվետու է։ Եթե այդ չունենք, ժողովրդավարություն չունենք։ Եվ եթե ժողովրդավարություն չունենք, այս բոլորը սուտ է։ Հիմա մենք ընտրության մի մոդելում ենք ժողովրդավարությունը, ադալ սուտ է։ Եթե բացարձակ մեծամասնությամբ նորեն մեկ խմբակցություն պիտի գա։ Կարևոր չէ թե ով է, որևէ խմբակցություն, երբ որ բացարձակ մեծամասնություն է, նույն խնդիրը ունենա երգիրը։ Պարոն Զանյան, խոսեցիք Սփյուռքի սեփական օրակարգը մշակելու եւ գործադրելու կարեւորության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության իշխանության դիրքորոշումները հայտնի են։ Այս համատեքստում կուզենամ Ղարաբաղի հիմնախնդրին առանձնանալ։ Կարծես թե Սփյուռքի համար սա այն հիմնական ոլորտն է, որտեղ Սփյուռքը սեփական օրակարգը գործադրում է եւ կարող ենք ասել, որ որոշակի արդյունքների հասնում է։ Օրինակ, ես հիմա հիշում եմ Լեռնային Ղարաբաղի խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը։ Ես հիշում եմ Բելգիայի, Ֆրանսիայի, Կանադայի խորհրդարանների եւ գործադիր իշխանությունների դիրքորոշումը, Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը, տարբեր այլ երկրների դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգամանքների վերաբերյալ, որոնք ձևավորվել են ուղղակի սփյուռքյան աշխատանքի արդյունքում, հայ դատի հանձնախմբերի, հայ սփյուռքյան կազմակերպությունների Սա դուք տեսնում եք այդ շրջանակում եւ բացի Ղարաբաղյան հիմնախնդրից այլ ինչ շրջանակներում հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մյուսն է, մյուս կարող է դաշտ լինել, ինչ ոլորտներ կան, որ Սփյուռքը
պետք է սեփական օրակարգը ստեղծ եւ առաջ գնա։ Ակնհայտորեն Սփյուռքի էթնոպաշտպան գործառույթը հայապահպանության նպաստել նույնպես կմնա որպես գործունեության մի առանձին ոլորտների համաձայն եմ դեր նշած տեսակետին, որ մեզ պետք են ազդեցիկ հայեր, որպեսզի ունենք։ Ինչ ոլորտներ կան եւ արդյոք Ղարաբաղյան հիմնախնդիրը դուք տեսնում եք այս համատեքստը, որտեղ կարծես թե Ղարաբաղյան հիմնախնդիրն է, չէ՞, որ Սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության միջև այդ անդունդը խորացնող ամենամեծ հանգամանքը։ Տեսեք, Սփյուռքի կարևոր մեկ հատվածը չեմ մնացել բոլորը, ինչպես ես չեմ ներկայացնել Սփյուռքը, բայց կոնե իմ ամիջական շրջանագից մեջ, որ ես գիտեմ, Ղարաբաղը միշտ եղած է հայրենիքի մի մաս։ Դժվար է պատկերացնել Ղարաբաղը հայկական հայրենիքից դուրս։ Իրապես մեզի համար դժվար է։ Ես որ Հայաստան չեմ մեծացել, բայց 8 տարեկանից մենք լսել ենք Ղարաբաղի մասին, Ամարաս վանքի մասին, Դադեվանքի մասին, առաջին հայկական դպրոցը եւ այլն եւ այլն։ Երբ որ այդ բոլորը մենք դպրոց Սփյուռքի դպրոցներից սովորել ենք եւ յուրացրել ենք անբadnությունը այն աստիճան, որ Ղարաբաղը եղել է մեր հայրենիքը։ Կարևոր չէ թե մինչև այդ ոչ չէին թողել այնտեղ։ Կամ որ երբ որ բadnությունը յուրացնես, դեղը յուրացնես։ Բայց հիմնախնդիրներից ադե բաժարը, որ Սփյուռքի համար շատ ավելի դժվար եղավ հրաժարվել Ղարաբաղից, քան ներկա վարչակազմի համար։ Ներկա վարչակազմը մի կերպ համոզված էր, որ առանց Ղարաբաղից հրաժարվելու աս եղածը կարելի չէ բահել, որ շատ սխալ է էստիս, բայց այդ համոզումը կա։ Կանե իրենց բացատրությունը դա է, որ այդ բաժարավ է, որ հրաժարված է։ Բայց Սփյուռքը ունի ուրիշ մարտահրավեր։ Այո, ցեղասպանությունը ինչպես հիշեցիք, հայաբաբանումը ինչպես հիշեցիք։ Բայց տեսեք, միջազգային ֆորումներ կան, ուր կքննարկվին համաշխարհային քաղաքականության տարբեր դրույթներ։ Ես 22 տարի երբ որ Washington DC ապրել եմ, եւ դուք էլ եղել եք Washington DC եւ գիտեք ասկարմաս ֆորումները, շատ կարեւոր աստեցիկ դեղեր են։ Քիչ հայ կա այդ բոլորի մեջ։ Պետք է որ լինի։ Տեսեք, օրինակ, բոլոր այն դիսկուրսները, խոսույթները, քննարկումները, որ ունենային Washington DC-ի մեջ, կամ միջին արևելքի մասին, կամ համաշխարհային ուժանյութի նավթի շուկաների մասին, մեծավ մասամբ դնորինված էին հрьяաներով։ Ինչու՞։ Որովհետև Իսրայելի համար կարևոր թեմաներ են ասոնք։ Եվ եթե համաշխարհային գարձիկ կամ համաշխարհային քաղաքականություն պիտի մշակվի այդ թեմաների շուրջ, իրենք պետք է ցայն ունենան, ցեղանի վրա դեղ ունենան։ Մենք Սփյուռքը, ես կարծեմ, պետք է նույնը անե որևէ ֆորումի մեջ ուր քննարկվի Հարավային Կովկաս հարցեր, Հարավային Կովկասի վերաբերյալ հարցեր։ Ուր քննարկվի Հարավային Կովկասի կարևորությունը արևմուտքի համար կամ արևելքի համար։ Մենք չունենք այսօր այդ ցայնը։ Բադի պետք է մշակվի։ Իրանի պետությունը ի վիճակի է լար այդ բոլոր առաջնորդելու, բայց այսօր պետությունը ի վիճակի չէ։ Ուրեմն Սփյուռքի մարտահրավերն մեկը պետք է լա դիգա մշակել եւ զարգացնել։ Երկրորդ մարտահրավերը Սփյուռքի համար, որ անմիջապես ասկային չէ, բայց մեր ուժերը զարգացնելու մասին է։ Մեր լեզակները միջազգային շուկայի վրա։ Սփյուռքը պետք է ունենա ներկայություն համաշխարհային բիզնես շրջանակներու մեջ։ Կամ որ այսօր տեսեք, շատ համաշխարհային իրադարձություններ կգարավարվին անդրազգային շահերով, transnational շահերով։ Ասոնք մեծ ընկերություններն են, Google, Meta, Palantir, ներառյալ նաև շատ հսկա ֆինանսական ցանցեր, բանկաներու ցանցեր։ Աս ընկերությունները շատ երկրները շատ ավելի մեծ են, շատ ավելի խոսք ունեն, շատ ավելի աստեցություն ունեն Washington-ի վրա, քան ուրիշ որևէ երկիր։ Լուրջ է։ Եթե նայեք վերջին as երկրորդ թերմին Թրամփը, նախագահ Թրամփը, որու գոմե ավելի աստեցություն, ով իր վրան ավելի աստեցություն ուներ, երկիրներ չէին,
Երթնակալության ժամանակ հենց Google-ի եւ OpenAI-ի Այո։ մետայի ղեկավարներն Այս ազգային գազագերբություններն էին, որ ամբողջը ֆինանսավորեցին եւ եկան եւ իրենց խոսը գլսեն։ Մենք այդ սեղանի շուրջ կրնանք ցայն ունենալ, դեղ ունենալ։ Հիմա ով վիճակագրած է եւ հավաքագրած է, որ այդ բոլոր ընկերությունների մեջ բոլոր բարձրաստիճան բաշխ ունեցող հայերը ովքեր են։ Երևանը պետք է ներա, բայց հետաքրքրված չի այդ խորցը։ Սպյուրքը պետք է գազագերբենք, որ այդ ցայն ունենա այդտեղ։ Ճիշտ ինչպես admis հասարակական գազագերբությունների մեջ պետք է ցայն ունենանք, ուղեղային կենտրոնների մեջ ցայն ունենանք, բիզնեսի աշխարհի մեջ պետք է ցայն ունենանք։ Եթե այդ ցայները մենք կրնանք գազագերբել եկող մի քանի տարվա մեջ, բոլորը ինդարվեր բնույթ կստանա սպյուրք հայրենիք դա ինչ իմաստով, որ այնադեն հաջորդ Հայաստանի հաջորդ կառավարությունները չեն կրնար անդեսել սպյուրքի ներուժը, քանի որ այդ լեզակները իրենք չունեն եւ չեն կրնար զարգացնել։ Երբ որ այդ լեզակները սպյուրքը հանգար զարգացնի ամբողջ աշխարհի մեջ են, միայն արևելքի մեջ չէ, կամ արևմուտքի մեջ չէ։ Այնադեն անուրանալի եւ անփոխարինելի ուժ գտարնա բեդության որպես նպաստ, որպես նեցուկ։ Ասալ սպյուրքի օրագարկի վրա պետք է լա, ոչ թե միայն ազգային հարցեր, այսինքն սպյուրքի կարողականության զարգացման հարցերը։ Ճիշտ, քանի որ արդեն կան, տեսեք, բաղադրիչ մասերը ունենք, չենք կազմակերպված եւ դեղյակ չենք ուր են, ինչ են։ Այդ է մեր խնդիրը։ Ոնց գալով Հայաստանում ամենաշատ քննարկվող եւ գոնե իմ կարծիքով շատ չարչխված թեմային խաղաղության, այսպես ասած կոնցեպտին, մոտեցումներին։ Տեսակետները իհարկե բևեռացված եւ խիստ տարբեր են, ինչպես կարելի է հասնել իրական խաղաղության։ Խաղաղությունը ըստ ամենայնի մի բան է, որը պահանջում է գոնե նվազագույնը երկկողմանի կամք։ Բայց խաղաղության մասին կամ դա պետք է գոնե պարտադրվի, բայց խաղաղության մասին շատ խոսելը խաղաղություն չի բերում, երևի դրա լավագույն դրսևորումը թերևս 1938 թվականից մեզ ժառանգություն մնացած, ընդհանրապես համաշխարհային պատմությունը ժառանգություն մնացած Նևիլ Չեմբերլենի հայտնի այդ թուղթն էր, որ թափահարում էր, ասում էր խաղաղություն են բերել 38 թվականին եւ ընդհանրապես մի քանի տարի հետո հայտնի է թե ինչ տեղ ունեցավ։ Խաղաղության, բնականաբար խաղաղությունը կարևոր է ժողովրդի պետության բնականon կենսագործունեության ապահովման համար, որոնք են իսկապես իրական խաղաղությանը հասնող ճանապարհները եւ դուք որպես ազգային անվտանգության փորձագետ ձեր տասնամյակների փորձով ի՞նչն է ձեր տեսակետը այս հարցում։ Տեսեք, այդ հարցի պատասխանը շատ բարձ է։ Անկամ բարձ է, որ պիտի կարծեք, որ պիտի խոսապում եմ պատասխանը, բայց շատ բարձ է։ Անվտանգություն երաշխավորելու միակ ձևը, ես սերդազ եմ, մարդկային պատմության մեջ ուրիշ ձև չեմ տեսած անվտանգություն երաշխավորելու, սեփական ուժերով այդ անվտանգությունը կարենալ բարդատրել եւ երաշխավորել է։ Ուրիշ ձև չկա։ Խաղաղությունը անվտանգություն չէր աշխատավորել։ Մեր իրական Հայաստանի գաղափարախոսությունը ըստ դեր եթե գարտացած եք, մեջը տրույթ մը գա, գսե անվտանգությունը երաշխավորելու ամենալավ ձևը խաղաղությունն է։ Սխալ, լրիվ սխալ, ադգի ավելի սխալ բան չի գնարել։ Ճիշտ հակառակը ճիշտ է։ Խաղաղությունը երաշխավորելու միակ ձևը անվտանգ լինելն է։ Հիմա եթե արդեն անվտանգությունը դապահովված է քու սեփական ուժերով կրնաս խաղաղ ապրել։ Եվ մենք ոս մի բան մոռանում ենք, ես չեմ գիտեր մեր հասարակությունը որքանով իրազեկ է կամ գիտակից է այն երոտյան, որ կարելի է խաղաղության միջոցով շատ բան գործընծնել։ Ես չի նշանակել խաղաղությունը վատ բան է, խնդրեմ մարդինցի խնդրեմ սխալ չհասկանաք, խաղաղությունը շատ լավ բան է, եթե շիդակսևով լա։ Բայց եթե խաղաղության պիտի հասնենք անընդհատ գործներ դալով, զիջումներ անելով, խաղաղության միջոցով լալիք գործները շատ ավելի դժվար է վերագտնել, քան պատերազմի միջոցով եղած գործները։ Պատերազմի միջոցով եղած գործները մի օր կարելի գլա վերագանքնել, որովհետև իրավական հիմք չունին, ագրեսիայի արդյունք են,
միջազգային վերջո օրենք կա միտեղ, մի օրը պիտի աշխատի, այսինքն գոնե դեսականորեն պատերազմի միջոցով եղած գործողությունները վերականգնելը կարելի է եւ ավելի հեշտ է, քան խաղաղության միջոցով կամավոր ցևով դրված գործողությունները։ Գրգին շեշտեմ, որ այս չի նշանակել ես քարոզում եմ պատերազմը ավելի լավ է, քան խաղաղությունը, չէ, այդ չեմ ասում, բայց պետք է գիտակից լինենք, որ խաղաղություն չի նշանակել գորուս չունենալ։ Եվ խաղաղություն չնշանակել այդ գործողությունները վերականգնելու ամենամեծ խոչընդոտներով արժեվ չկանգնել։ Խաղաղությունը երբ որ անհավասար երկու ուժ կան դեմ-դեմի եւ խաղաղության բամը կստորագրեն, ինչպես դուք ասել Չեմբերլեյնի պես կստորագրեն, այդ թուղթը ոչինչ կարժե։ Մի օր բարակաները կփոխվին, թե դարածքի մեջ, թե աշխարհի մեջ, մի օր Թրամփը չգնա, մի օր Ռուսաստանը կփոխվի, իրենց շահերը կփոխվին, մի օր Ադրբեջանը գսել լավ ամեն ինչ փոխված է հիմա կամ Իրանի կարգավիճակը փոխվի եւ բادرվակ մը կգտնեն եւ գրնան նորից հարցակել չեն, ասի շատ բնական բան է։ Իրավ եթե ես ավելի պիտի զարմանայի, եթե այդ բոլորը այդպես չստացվեին մի օր, քան ստացվեին, այսինքն ավելի հավանական է այդ տեսակը արդյունք նկատի առած Ադրբեջանի այսօրվա լոզունգները եւ իրենց քարոզչությունները։ Հիմա լավ, եթե մենք պատրաստ չենք, անցյալ դարի պատրաստ չէինք եւ այսօր հիմա պատրաստ չենք այդ տեսակ հարցակումը ետ մղելու, թուղթի վրա ստորագրված որևէ բան իմաստ չունի։ Երբ որ մենք պատրաստ լինենք այդ տեսակ բան ետ մղելու եւ նախ ոչ թե միայն դա ետ մղելու, այլ մեր ներկա Հայաստանի սովրեն տարածքից գրավված բաները ետ բերելու, երբ որ ի վիճակի լինենք, այն ադեն ես կհավատամ խաղաղության։ Մինչ այդ օրը կա, ես այս բոլոր խաղաղությունը կտեսնեմ որպես ժամանակավոր զինատատար։ Եվ երենայք աշխարհի պատմությունը եղած է պատերազմներով պատմություն։ Ուրիշ օրին։ Ուր որ խաղաղություն եղած է, խաղաղությունները եղած են ժամանակավոր զինատատար պատրաստելու հաջորդ պատերազմին։ Եվ այդ ժամանակավոր զինատատարի շրջանին այն երկիրը, որ չէ պատրաստված հաջորդ պատերազմին, վարդատիր հրավիրած է պատերազմ, քանի պատրաստ չէ։ Մենք չենք գնար ապավինել մեր տշնամիների, նույնիսկ հարևանների բարեկամության վրա։ Եվ վստահենք, երբ որ անվտանգության կա միակ ուժը, որը վրա կգնանք վստահել, մենք մեր սեփական ուժերն են։ Որն դա վերջապես խաղաղությունը ինչ է։ Հայաստանի իշխանություններն ասում են, որ խաղաղությունը այն է, երբ որ չկա կրակոցներ, չկան զոհեր սահմաններում, սահմանամերձ բնակավայրերի կյանքը հանգիստ է։ Մասնագետների մի խումբ ասում են, որ չկա համաձայնագիր, իրավական իրար պարտադիր ուժ ունեցող համաձայնագիր խաղաղության մասին։ Սահմանները փակ են, Հայաստանը շարունակում է անօրինական շրջափակման տակ գտնվել, մեր տարածքի մի մասը օկուպացված է, Բաքվում գերիներ կան եւ այդ գերիները դատում են ոչ թե սեփական գործողությունների համար, այլ հիմք է նախապատրաստված դատաստիճան Հայաստանի Հանրապետության դեմ է։ Արցախում վերանում է մշակութային ժառանգություն, արցախահայության իրավունքները պաշտպանված չեն, ցեղասպանական գործողություններ են իրականացվել տարիներ եւ այլն եւ այլն, այսինքն խաղաղություն որպես այդպեսին չկա։ Վերջերս Բարսելոնայում տեղի ունեցավ երևի վերջին տասնամյակների սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական եւ աշխատավորական կուսակցությունների ամենամեծ հավաքը, որտեղ ամփոփի շրջակայքում մի հետաքրքիր տող կար, որ մեզ էր վերաբերվում, ես դա հիշեցի ձեր խոսքի ընթացքում։ Ասում եմ, որ խաղաղությունը միայն պատերազմական գործողությունների բացակայությունը չի։ Խաղաղությունը անվտանգություն է, խաղաղությունը ոչ թե խաղաղությունը անվտանգություն է, այլ խաղաղությունը արժանապատվություն է, բոլոր ազդակի շրջանակների լսված լինելն է եւ ամենակարևորը արդարություն է։ Աբրեք։ Եվ այս համատեքստում ըստ ձեզ մենք ինչ փուլում ենք, այսինքն խաղաղության հասնելու ճանապարհը, բացի դա պարտադրելը եւ երաշխավորելը սեփական ուժերով, ինչը կա, այսինքն ինչը պիտի տանի դրան, որ մենք իսկապես իզորու լինենք դա իրականացնել։ Աբրեք, շատ խորքային հարցերիկ այս անգամ ներկան, որ սահմանում գրագոտ չի գա եւ այլն, ինչպես խոսեցանք, արի զինատատար է, խաղաղություն չէ։ Նույնիսկ եթե ստորագրվի այդ խաղաղությունը չէ,
Եվ ամենակարևոր բանը, որը սիկ արտարության նախաբայմանն է, տեսեք, անկանադեմ, որ հրեդորապանությունը գա Արևմտյան Ադրբեջանի եւ իրենք ոչ թե միայն հրեդաբանություն, այլ ամբողջ աշխարհի մեջ քարոզչություն ունին, որ իրենք շատ ավելի հին ժողովուրդ են։ Վատիկանը նույնիսկ սկսած է այդ մասին խոսել, որ իրենք հազարավոր դարիներ մշակույթ ունին եւ այլն, մենք նորեկներ ենք աստարածապաշտպան հայերը։ Անկամ որ դա գա, վստահություն չկա, որ մի օր խնդիր չպիտի ցակի։ Անկանադեմ որ մենք տերկերիներ ունենք, իսկապես որոնք լիարժեք չեն ներկայացված որևէ ուժի կողմէ, մենք ինչպես ասիկ շնորհիվ սպիրկի դարձ թեմաները բարձրացուցած ենք ամենտեղ, բայց երբ որ pedagogan հետապնդում չի գալ բոլորի հետ իմաստ չունի, անկանադեմ որ մեր ասկային կրոնական ժառանգությունը ամեն օր կգործանվի Ադրբեջանի մեջ, Ղարաբաղի մեջ եւ Արցախի մեջ, հայ ժողովուրդը ինչպես հանկիստ սրդոբիցել ա մենք հիմա խաղաղ ենք։ Չեմ գիտեր, ես անցամ չեմ գրնարսել խաղաղություն։ Խաղաղությունը այդ բոլորն են, պիտի կա մի դեր խաղաղություն լինելու համար նախապայմանները, որ երկու կողմն արբիդսեն լավ։ Վերջապես հասանք որոշ նույնիսկ կարգմզիջումներով, փոխզիջումներով, ոչ թե միագողմանի զիջումներով, հասանք որոշ արտար նոր կարգավիճակ նկատի առած ծեր բանջները նկատի առած մեր բանջները ծեր պատմությունը մեր պատմությունը եւ այլն համասայնեցանք ինչպես երկրորդ պատերազմից հետո վերջո հարցեր լուծեցին օրինակ Ալզասը բանը Զևիցերիո եւ Ֆրանսիայի միջև քանի պատերազմ եղած է այդ մեկ շրջանի վրա հիմա չլար դժվար որ ես պատկերացնեմ այդ դարածքի վրա պատերազմ լինի քանի որ ալ հանդարտած են այդ ջղերը մի կերպ պիտի հասնենք այդ օրվան հասնելու համար մենք պետք է երկու հավասար ուժի հետ գործ ունենանք ոչ թե անհավասար ուժերու հետ անկարելի է անհավասար ուժերու հետ բացառված է որ ավելի ուժեղ կողմը զիջումն է ինչու ես էլ չէի անի հա մենք էլ չենք հիմա այսինքն մենք այս երկիրը պետք է հզորանա եւ հարստանա հզորանալու եւ հարստանալու համար պետք ունի իր ազգի բոլոր ռեսուրսներուն հնարավորություններուն այս երկիրը չկրնար հզորանալ եւ հարստանալ 29743 քառակուսի կիլոմետրի մեջ եղած ռեսուրսներով անկարելի է մեկ հատ նայեցեք քարտեզ բայց մենք ունենք ամբիսի անհամեմատելի հզորություն հնարավորություններ ուժականություններ որ չենք օգտագործում այսօր որտեվ ավելի նեղ կարծես այսպես բազարային մտածելակերպի մեջ ենք pedagogan մտածելակերպի մեջ չենք պետություն հզորացնելու մտածելակերպի մեջ չենք այսօր մենք եւ առանց այդ մտածելակերպին այդ բոլոր ռեսուրսները կմսխենք որ ունենք որ մսխում ենք այսօր եւ չենք զորանալ եւ չենք հարստանալ եւ այդ ռեսուրսներից ամենակարևորը մարդն է որ Հայաստանը համեմատած Ադրբեջանի չունի ուժանյութերը, չունի այդ էներգակիրները, չունի այնպիսի հարևան պետության սատարում ինչպիսին օրինակ Թուրքիան է բայց մենք ունենք մարդկային ռեսուրս, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, ինչպես ասած, չենք օգտագործում եւ չենք հաշվառում։ Միանշանակ, համաձայն եմ։ Եվ պարոն Զան, արդեն գալով ներհայկական իրականություն, առաջիկայում ընտրություններ են։ Ձեր կարծիքով որոնք են հիմնական կետերը, հիմնական առանցքային կետերը, որոնցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է կողմնորոշվեն իրենց ընտրությունը կատարելիս։ Ադա շատ լավ հարցում է։ Ըստ իս ամենակարևորը, որ պետք է քվեարկող հասարակությունը հասկանա, քվեարկելու իմաստը, այո արժեքը։ Քվեարկելը հասարակության թե իրավունքն է, թե պարտականությունն է։ Ես շատ ցավով կդայեմ, երբ որ քվեարկող հասարակության 50%-ից ավելի վառ բագասը կքվեարկել, այդպես եղավ օրինակ 21-ի ընտրություններին, 49% եթե չեմ սխալած, այդպես եղավ Երևանի քաղաքապետարանի ընտրություններին 50-ից վառ էր գազեմ որքան որ գիշեմ։
Մի կողմից այս կարելի է մեկնաբանել որպես անդարբերության նշան, բայց ավելի հավանական է իմ մտքից մեջ, որ ասպիկը զուտ անդարբերություն չէ, այն իմաստով, որ մենք անդարբեր ենք իրավիճակի մասին, այլ չկարողանալ գոմնորոշվել, թե ում պետք է քվեարկեն։ Կան մարդիկ, որ այլ վստահություն չունեն որևէ մեկի վրա։ Ինչպես գիտեք, նախկին չագերդյալ նախկինները վարգաբեկված են վաղուց, հասարակության աչքին, ոչ թե ընդհանրապես, եւ այսօրվա ներկան նույնքան արդեն բարոյաբար անկան ինգազի առաջին օրերից մինչև այսօր ադալ դժվար է պատկերացնել։ Բայց մեր հասարակության, եթե ես ունիմ մեկ ուղերձ եւ ես քվեարկող հասարակության մասը գազմեմ եւ իմ խորհուրդը պիտի լսեմ, անպայման կացեք եւ քվեարկեցեք։ Եթե ոչ մեկը չեք հավանում, չարիած փոքրակույնը ընտրեցեք եւ քվեարկեցեք, քանի որ չքվեարկելը քվեարկել է, չքվեարկելը ձայն է, չքվեարկելը աստեցություն ունի արդյունքի վրա։ Եթե 50%, 55% չքվեարկեն, դարբեր արդյունք կրնան կստանալ, քան եթե 80% քվեարկեն։ Եվ ես չեմ ասում ում քվեարկեցեք, այլ իմ գործը չէ, ամեն մարդ պետք է գնա եւ իր խղճով, իր հասկացողությամբ, իր բանով ամենակարևորը իր համացայնած գաղափարներով, ոչ թե անհատներով։ Անհատ մենք սովորություն ունենք Հայաստանի մեջ ամեն ինչ անցով տադել, այսինքն անձը։ Եթե այդ անձը իմ մտքից մեջ վատ անձ է, նույնիսկ եթե լավ բան է, վատ անձ է, չէ՞։ Մենք պետք է նայենք մարդու գաղափարները ինչ են, մարդու քաղաքականությունը ինչ է, եւ մարդու գործը, փորձը, անցյալի փորձը ինչ է։ Այդ հիման վրա որոշեցեք կամ ամենալավը, կամ չարիած փոքրակույնը եւ քվեարկեցեք, քանի որ չքվեարկելը մենք մեր իրավունքը, մեր ձայնը, այլ իրավունք չունենք անգահետու խոսելու, իրավունք ունենք բողոքելու, ան որ չի քվեարկել, իրավունք չունի որևէ ցեվով որևէ բան կննադատելու այս երկրի մեջ։ Ըստիս։ Շատ շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար, պարոն Զանոյան։ Սիրելի հայրենակիցներ, տաղավարում գրող, հրապարակախոս, տնտեսագետ, ազգային անվտանգության հարցերով երկարամյա փորձագետ Վահան Զանոյանն էր, ում հետ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրին, հայրենիք-սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Շնորհակալություն։ Thank you.